Բարի երեկո։ Առաջինի եթերում դուք դիտում եք գլխավոր թողարկում։ Այսօր ծրագրում։ Միացյալ Նահանգների Ռոդ Այլենդ նահանգի կոնգրեսը պաշտոնական Վաշինգտոնին կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը։ Ճանաչման կոչեր են հնչել նաև ամերիկյան կոնգրեսում։ Հայաստանի հետ ցամաքային կապն ապահովող Բերձորի ազատագրության 20-ամյակի տոնակատարություններ Արցախում։ Բացվել է նոր հիդրոէլեկտրակայան, հիմնադրվել նոր թաղամաս։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Բաքվից պահանջել է անհապաղ ազատ արձակել քաղբանդարկյալներին։ Վերջին ցույցերի ժամանակ ձերբակալված ակտիվիստներին ազատ արձակելու պահանջով ընդդիմությունը հացադուլ է հայտարարել։ Վրաստանի եւ Ադրբեջանի միջև սրված տարածքային վեճը կարող է վերածվել առճակատման։ Երկու երկրների սահմանին գտնվող վիճահարույց Դավիթ Գարեջավանական համալիրի մոտ զորքերի կուտակումներ են նկատվում։ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն առաջիկա 2 շաբթից կսկսի իրացման ցանցում վաճառվող սննդամթերքի որակի ստուգումներ։ Սկսենք Միացյալ Նահանգներից։ Միացյալ Նահանգներից մեկը դաշնային իշխանությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Նման բանաձև է ընդունել Ռոդ Այլենդ նահանգի կոնգրեսը, փաստաթղթում ընդգծելով, որ սատարում է Արցախի ժողովրդի ազատ եւ անկախ զարգանալու շարունակական ջանքերը։ Ռոդ Այլենդը նաև բարձր է գնահատում Արցախի ջանքերը միջազգային հանրություն կառուցողական ներգրավման եւ գոյություն ունեցող տարածաշրջանային խնդիրների տևական լուծման հասնելու ուղղությամբ։ Արցախի անկախության ճանաչման կոչեր են հնչել նաև ամերիկյան կոնգրեսում։ Ռոդ Այլենդ նահանգի ներկայացուցիչների պալատը սատարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությանը, կոչ անելով Միացյալ Նահանգների նախագահին եւ կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը։ Նահանգի մայրաքաղաք Պրովիդենսում ընդունված փաստաթուղթը շեշտում է, որ Արցախը լինելով պատմականորեն հայկական տարածք, խորհրդային Ադրբեջանին է բռնակցվել ստալինյան բռնապետական կամայականության հետևանքով, ընդգծելով, որ Արցախահայության խաղաղ պահանջներին Ադրբեջանը պատասխանեց բռնություններով, իսկ Արցախը 1991 թվականին իրականացրեց անկախության ժողովրդավարական հանրաքվե, օրենսդիրները ընդգծել են ձևավորման առաջին իսկ օրվանից հանրապետության ազատ ընտրված կառավարական մարմինները աշխատանք են տանում թափանցիկ ընտրությունների միջոցով բաց եւ ժողովրդավարական հասարակություն ձևավորելու ուղղությամբ, ինչի ականատես են միջազգային դիտորդները։ Փաստաթուղթը ընդգծում է, որ հրադադարի հաստատումից ի վեր Արցախը տնտեսության զարգացման եւ պետականաշինության ճանապարհին զգալի առաջընթաց է արձանագրել։ Այնուհետև փաստաթուղթը ամերիկյան պետքարտուղարին կոչ է անում Սպիտակ տանը եւ կոնգրեսին տեղյակ պահել Արցախի անկախությանը սատարելու նահանգային իշխանությունների պահանջի մասին։ Ընդունված փաստաթղթի առաջին արձագանքները հնչել են Վաշինգտոնում Կապիտոլիումի բարձունքի վրա։ Ամերիկյան դաշնային կոնգրեսում Ռոդ Այլենդը ներկայացնող օրենսդիր Դեյվիդ Սիսիլինը իր ելույթում նաեւ ողջունել է Շուշիի ազատագրման 20-ամյակը։ 20 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պատերազմում եւ զոհվում էր խորհրդային Ադրբեջանի բռնատիրությունից ազատվելու համար։ Առաջիկա օրերին Ռոդ Այլենդի հայազգի բնակիչները հանդիսություններով կպատվեն Արցախի բանակի ձևավորման եւ Շուշիի ազատագրման 20-ամյա հոբելյանը։ Այսօր Ռոդ Այլենդի խորհրդարանը Միացյալ Նահանգներում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի ներկայությամբ ընդունեց փաստաթուղթ, որն աջակցում է Արցախի անկախությանը։ Սա մի իրողություն է, որի համար Ռոդ Այլենդի բնակիչները հպարտության զգացում են ապրում։ Նահանգը ներկայացնող մեկ այլ կոնգրեսմեն Ջեյմս Լենգևինը հայտարարել է, որ Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է հաստատվի առանց հավելյալ կորուստների։ Արցախի անկախությանը սատարող ելույթներով հանդես են եկել սենատորներ Շելդոն Վայթհաուսը եւ Ջեք Ռիդը։ Ընդունված փաստաթղթի առիթով երախտիկի խոսքով հանդես է եկել Վաշինգտոնում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։ Պատմական քվեարկությանը ներկայ եղել նաեւ Ռոդ Այլենդ նահանգի հայկական համայնքային միությունների, Դաշնակցության, Հայ մշակութային միության եւ Հայ առաքելական եկեղեցու Արևելյան Ամերիկայի թեմի ներկայացուցիչները։ Հայկարամ Նահապետյան, առաջին լրատվական, Վաշինգտոն։ Այսօր լրացավ Արցախը ցամաքային ճանապարհով Մայր Հայաստանին կապող ռազմավարական հանգույցի Բերձորի ազատագրության 20-րդ տարեդարձը։ Հոբելյանական միջոցառումների շրջանակում տեղի են ունեցել նաև Սյունիք 2 հիդրոկայանի եւ Բերձորի նոր թաղամասի հիմնարկեկի արարողությունները։ Իրավամբ կյանքի ճանապարհ անունը ստացած շրջանի զարգացումը Արցախի անկախության ամրապնդման ու տնտեսական առաջընթացի կարևորագույն գրավականներից է։ Տոնական միջոցառումներին հետևել է նաև մեր թղթակիցը։
88-ի միացումն իրականացավ 92-ին, երբ հաստատի բացվեց երկու հայկական հանրապետությունների միջև սահմանը։ 20 տարի առաջ այս օրը հայոց ինքնապաշտպանական ուժերն ազատագրեցին Լաչինը եւ այդպիսով վերաձևվեց աղճատված հայկական քարտեզն ու կյանքի ճանապարհը միացրեց հայության երկու հատվածներին։ Ի նշանավորումն այս պատմական իրադարձության ամեն տարի Քաշաթաղում մեծ տոնախմբություններ են կազմակերպվում։ Հոբելյանական տարեթիվը կրկնապատկել է ոգևորությունը։ Առավոտից ժողովուրդը նախմբվում է դիմավորելու Արցախի հանրապետության ղեկավարին, որից հետո միասին շարժվում են մշտական հասցեներով։ Բերձորի հուշահամալիրում խոնարհումի տուրք է նահատակած հիշատակին։ Արյուն մարտիրոսած հիմն է եկեղեցու։ Աստվածաշնչյան պատգամով Արցախի թեմի առաջնորդն է խոսք ուղղում հոգևոր հոտին։ Մեծագույն հաջողության հիմքում դրվում է ամենաթանկագինը՝ արյունը, որտեղ արյունը դա կյանք։ Ավանդական շնորհավորական ուղերձներին հաջորդում են պարգևատրման արարողությունները։ Բակո Սահակյանի հրամանագրով մարտական մեդալներով պարգևատրվեցին 3 երախտավորներ։ Սեյրան Պողոսյանն, ով մասնակցել է շրջանի ռազմագործողություններին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանագրով արժանացել է ծովակալ Իսակով մեդալի։ Սիսիանցի ազատամարտիկն ավարտված չի համարում Արցախյան ազատամարտը, իր առաքելությունն էլ հստակ ուրվագծում է։ Ունենք տարածքներ եւ ունենք մենք ուժ, հիմա ես անձամբ իմ կողմից եմ ասում, իմ ֆիզիկապես ուժը հերիքում է, որ ես նորից էլի ազատագրեմ մեր հայկական տարածքները, որ ասենք մեր սերունդը չկարողացավ այդ ժամանակ 92-ին չհասցրեց թե չկա։ Առանձնանում է պետության քաղաքականությունը Քաշաթաղում, նրա ռազմավարական կարևոր նշանակությունը նշաձող է պետական բոլոր ծրագրերում։ Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորեց ու շնորհակալություն հայտնեց քաշաթաղցիներին երկրի շինացման գործում նրանց ջանքերի համար։ Նման օրերին մենք մեծարում ենք մեր գոյապայքարի մասնակիցներին, մեր ազատամարտիկներին, փառաբանում մեր նահատակներին, բայց ես այսօր ուզում եմ մեծարել նաև Քաշաթաղի բնակիչներին, ովքեր բարձր գիտակցությամբ են իրականացնում իրենց սրբազան առաքելությունը, այն է ամեն օր մասնակցում են մեր նախնիների երկրի շենացմանն ու զարգացմանը։ Արցախի սոցիալ-տնտեսական խնդիրներն առավել հեշտորեն լուծվում են Հայաստանի ու Սփյուռքի անմիջական աջակցությամբ։ Կյանքի ճանապարհի այն կարևոր հատվածը, որ կառուցվել է համահայկական ջանքերով, ամեն օր հայրենիք է բերում Սփյուռքի բարերարներին, ովքեր տեսնում եւ համոզվում են, որ Արցախի շինացումն ու զարգացումը ամեն մի հայի պատիվն է։ Մեքենաները սպասում են, որ սննդամթերք ուղարկեն Ղարաբաղ, սահմանը կողպեր, եւ երբ որ հրահանգ եկավ, մեր զորքերը նվաճեցին։ Ես հպարտ եմ, առիթուն եմ ստեղ մասնակցելու, որովհետև առաջին հետ շնորհավորում եմ ամեն արցախցիներին եւ միայն արցախցիներին ոչ, արցախցիներին, հայաստանցիներին, սփյուռքահայերին, որովհետև մեզ համար պատիվ է, հարգանք է, որ հաղթանակ ենք ունեցել, այս հաղթանակը թանկ է ելել։ Իսկ այդ ջանքերն իրագործվում են ամեն օր Քաշաթաղի էներգետիկ անվտանգության եւ ընդհանրապես ջրային պաշարների արդյունավետ օգտագործումն Արցախի կառավարության առաջնահերթություններից է։ Հատուկ այս օրն էր ընտրվել հերթական հեկի Սյունիք 2-ի բացման արարողության համար։ 4.5 միլիոն դոլար արժողության ծրագիրը կյանքի է կոչվում մի խումբ սփյուռքահայ ներդրողների կողմից։ Ծրագիրը շարունակական է, մի քանի ամսից շահագործման կհանձնվի նաեւ երրորդ հեկը։ Մենք կարողացել ենք ստեղծել այս 3 հեկերը, 4-րդը եւս կլինի։ Այս 3 հեկերի հզորությունները այս հեկինը 3.5 մեգավատ է, 26 միլիոն կիլովատ-ժամ տարեկան էներգիա կարտադրի, առաջի հեկը նույն չափերի է, էլի 26.5 միլիոն կարող է արտադրի, երրորդ հեկը մի քիչ կարճ է տեղը, ճնշումները փոքր են, նա կարտադրի մոտ 2 միլիոն, 2 մեգավատ, որը կլի 14 միլիոն ու կես 15 միլիոն կիլովատ ժամ եւս։ Պերսորը մերն է ու մերը կմնա։ Ներդրողները այդ վստահությամբ Ղարաբաղի իշխանություններից ստացած այդ վստահությամբ է, որ ներդրումը անում են։ Գարմը ծրագիրներու կմասնակցենք, որ մեր ասենք հիմնադրամի շահույթ բերե եւ այդ շահույթը Ետ դալ ասենք թե Ղարաբաղի եւ թե Հայաստանի Ապագա բոլոր հաջորդ ծրագրերի հաջողության ու երկրի խաղաղության մոմը Բակո Սահակյանը հյուրերի հետ միասին վառում է Ծիծեռնավանքում։ Օրվա կարևորագույն խոշոր նվերը Բերձորի նոր թաղամասի հիմնարկեքի արարողությունն էր, որն էլ փաստորեն ազդարարում է վերաբնակեցման նոր ալիքի հեռանկարի մասին։ Մերի Դավթյան, Մհեր Մկրտչյան, Առաջին լրատվական։
Օրվա ներքաղաքական թեմաների մասին։ Երեկ երեկոյան տեղի ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստ, որը ղեկավարել է հանրապետության նախագահը։ Մայիսի 6-ի ընտրություններից հետո սա հանրապետականների ղեկավար մարմնի առաջին նիստն էր, որը քննարկել է հետընտրական զարգացումներին առնչվող խնդիրներ։ Նիստից հետո կուսակցության մամուլի խոսնակը հայտնել է, որ կոալիցիայի ապագա կառավարության կազմի վերաբերյալ հարցեր նիստի օրակարգում չեն եղել։ Էդուարդ Շարմազանովի խոսքով որևէ պաշտոնի, այդ թվում վարչապետի փոփոխության հարց Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը չի քննարկել։ Կուսակցության ղեկավար մարմինը քննարկել է համամասնական ցուցակով պատգամավորների հարցը։ Ըստ Շարմազանովի վերջնական որոշումները կլինեն մինչև նորընտիր ազգային ժողովի առաջին նիստը, մինչև մայիսի 31-ը։ Քանի որ սա մայիսի 6-ի պարլամենտական ընտրություններից հետո առաջին գործադիր մարմնի նիստն էր, բնականաբար քննարկեցինք հետընտրական զարգացումների կապված խնդիրներ։ Նախագահը տեղեկացրեց իր հանդիպումների մասին այլ կուսակցությունների ղեկավարների հետ։ Դեռևս կոնսուլտացիաները շարունակվում են։ Հանրապետականը դեռևս վերջնական որոշում չի կայացրել, ցանկացած որոշումը, որը որ մենք կայացնենք, կբխի մեր պետության շահերից։ Կոնկրետ որևէ պաշտոնի հետ մասին քննարկում չի եղել։ Երկրորդը ինքնաբացարկների մասին կարող ենք ասել, այնտեղ քննարկել ենք համամասնական պատգամավորների հարցը, դեռևս դա վերջնական լուծված չէ, որովհետև վերջնական կլուծվի այն դեպքում, երբ որ մենք ավելի հստակեցնենք ով է գնում կառավարություն, ով է կառավարությունից եթե գալիս է պարլամենտ, որոշակի մոտեցումներ կան, բայց քանի որ վերջնական չի, այդ մասին հաջորդ նիստից հետո։ Ներքաղաքական զարգացումներին առնչվող հաջորդ տեղեկությունը ստացվել է ժամեր առաջ։ Հանրապետություն կուսակցությունը դուրս է գալիս Հայ ազգային կոնգրես դաշինքի կազմից։ Այս որոշումը կուսակցությունը հաստատել է կուսակցության այսօր կայացած ընդլայնված նիստում։ Հայ ազգային կոնգրեսի կազմից դուրս գալու մասին հայտարարություն է տարածել նաև Հայաստանի լիբերալ կուսակցությունը։ Փաստաթղթում նշվում է, որ 2008 թվականից սկսած Հայ ազգային կոնգրեսը լուրջ դերակատարություն է ունեցել երկրի քաղաքական հասարակական կյանքում, քաղաքական օրակարգի եւ քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացներում, երկրում վախի մթնոլորտի հաղթահարման ուղղված գործողություններում։ Սակայն ցավոք հետագայում կոնգրեսի գործողությունները դարձան պասիվ, երբեմն անհասկանալի ընդ որում բոլորի համար։ 2012 թվականին ազգային ժողովի ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի համար կրելով սեփական պատասխանատվության մասը, այնուամենայնիվ գտնում ենք, որ այսօր թերացումների եւ սխալների մասին խոսելը ժամանակավրեպ է։ Հայաստանի լիբերալ կուսակցությունը դուրս է գալիս Հայ ազգային կոնգրեսի կազմից իր բնորոշմամբ այլևս աննպատակահարմար համարելով կաշկանդված մնալ կոնգրեսի որոշումների եւ գործողությունների շրջանակում։ Կուսակցության նման որոշման համար հիմնական պատճառ է հանդիսանում Հայ ազգային կոնգրեսի կողմից ազգային ժողովի 7 մանդատների ընդունումը։ Իդեպ Հայ ազգային կոնգրես դաշինքն այսօր դիմել է սահմանադրական դատարան համամասնական ընտրակարգով մայիսի 6-ին անցկացված ընտրությունների պաշտոնական արդյունքն անվավեր ճանաչելու պահանջով։ Այսօր հայտարարություն է տարածել նաև Հայաստանի կոմունիստական կուսակցությունը։ Կոմունիստները հայտարարության մեջ շարադրել են իրենց գնահատականը տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Կուսակցությունը չի ընդունում ազգային ժողովի ընտրությունների արդյունքները հայտարարելով, որ ընտրությունները չեն արտահայտում երկրի իրական քաղաքական պատկերը։ Առաջին քարտուղարը, երկրորդ քարտուղարը, շրջկոմի դեմքերն ու կենտկոմի երկու բաժնի վարիչներ ասուլիսի բոլորով էին եկել, որպեսզի ասեն, Կոմկուսը շնորհակալություն է հայտնում իր 16,000 բյուրեղի ընտրողներին, բայց թվին չի հավատում։ Շպարելով բոլոր արդյունքները մեզ մնաց 16,000 ձայն։ Թովմասյանը գիտի ինչպես է եղել, ընտրության մասնակից ուժերը տեսան, որ Կոմկուսը ճեղքելով մտնում է խորհրդարան եւ անցան գործի։ Ի հայտ եկավ 8-րդ սուպեր կուսակցությունը փողը։ Առաջին քարտուղարը չի կասկածում, իրենց ձայները մի քանի անգամ ավելի էին։ Կոմունիստական կուսակցությունը անցել է ազգային ժողով եւ դրա տակ բոլորովին ուրիշ խաղեր են դրվել։ Թովմասյանն իր 16,000 ձայները շատ թանկ է գնահատում, համարում է, որ դրանք հեռանկարային ձայներ են, բայց ոչ այնքան, որ այսօրվանից հայտարարի նախագահական մրցապայքարին մասնակցության մասին։ Ժամանակը դա ցույց կտա, արժի որ Կոմկուսը մտնի պայքարի մեջ նախագահության համար եւ այս ճակատագիրն արժանանա։ Կոմկուսը նաեւ գրավոր հայտարարություն է տարածել այն մասին, որ ընտրության արդյունքը չեն ընդունում։ Ընկճվածության որևէ դրսևորում, սակայն կուսակցական շարքերում չկա։ Մեր կամքը կոտրել չի լինի։ Կոալիցիայի պորտֆելների բաժանման հարցերը Կոմկուսին բոլորովին չեն հետաքրքրում, իրենք այդտեղ չկան, բայց գիտեն, թե որտեղ են լինելու։ Լինելու ենք արտապարլամենտական արմատական ընդդիմություն։ Սուսան Բադալյան, Էդգար Զարթյան, Առաջին լրատվական։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերն Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում կարծիքի հայտնել մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։
Մենք ուշադրությամբ եւ մոտիկից հետևել ենք ընտրություններին, կարծում ենք, որ մեծ առաջընթաց է արձանագրվել, մեծ առաջընթաց մի քանի առանցքային ուղղություններում, դրա տվամիջոցներից օգտվելու առումով վիճակը շատ ավելի լավ էր, քան նախկինում։ Եվ դա լավ է, ընտրատեղամասերում ամեն ինչ ըստ կարգի էր եւ թափանցիկ։ Հանձնաժողովների անդամները պատրաստված էին, ընտրատեղամասերում տեսախցիկներ էին տեղադրված։ Այսինքն շատ դրական զարգացումներ կային այս ընտրություններում, ասել է Միացյալ Նահանգների դեսպանը, միաժամանակ վերապահումներ է հայտնել, նշելով, որ որոշ խնդիրներ շարունակում են մնալ եւ ԵԱԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդները դրանք հստակորեն նշել են։ Ջոն Հեֆերնը նաև տեղեկացրել է, թե իրենք աշխատում են Հայաստանի իշխանությունների հետ ընտրություններում տեղ գտած խնդիրները վերացնելու համար։ Այլ թեմաների մասին։ Սննդամթերքի ստուգումները խստացվում են։ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կառավարության նոր որոշման համաձայն հիմա ավելի մեծ ռեսուրսներ ունի վերահսկելու իրացման ցանցը։ Առավել խստությամբ ստուգումները կանցկացվեն մարզերում, արդեն երկուշաբթի փորձագետների խումբը կսկսի ուսումնասիրությունները։ Ամենառիսկային սննդատեսակներն են համարվում մսամթերքը, կատնամթերքն ու մանկական սնունդը։ Խախտումներ հայտնաբերելու դեպքում ապրանքատեսակները կոչնչացվեն։ Լաբորատորիաների ցանցի շնորհիվ հարկ եղած դեպքում ապրանքատեսակները կանցնեն կրկնակի ստուգում։ Սեզոնային ստուգումների առանցքային թիրախը համարվելու է պաղպաղակը։ Ինչու համար ենք տուգանում, որ տնտեսվարողը զգոնանա, ընդհանրապես տուգանքը ինչի համար է կիրառվում, եւ խփում ենք տնտեսվարողի գրպանին, որ նման իրավախախտում ել չկրկնի, չէ՞։ Այսինքն կա երկու տարբերակ տնտեսվարողի գրպանին խփելու։ Մեկը դա տուգանքն է, ֆինանսական տեսքով, երկրորդը այդ ապրանքը իրենից վերցնել եւ թափելն է, ինքը ելի վնաս է կրում։ Հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ քննարկել են վարչապետի կողմից ազգային ժողովից գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին օրենքի հետ կանչման որոշումը։ Օրենքը խմբագրման կարիք ունի, ըստ այդմ հաշվի առնելով խնդրին առնչվող միջազգային օրենսդրությունն ու փորձը, օրենքում հնարավորինս պետք է խստացվեն Հայաստանում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ հանդիսացող նյութերի օգտագործման սահմանները։ Այս որոշումից բխող արդյունքները, որոնք նպաստելու են մեր շրջակա միջավայրի ու բնության պահպանմանը, մեր եւ մեր սերունդների առողջ գոյատևման ու պետականության ամրապնդմանը, կարտահայտվեն տարիներ անց ու կգնահատվեն ըստ արժանավորումս ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդների կողմից։ Իդեպ այս թեման մենք այսօր կքննարկենք նաև հարցազրույցի եթերաժամին, քիչ ավելի ուշ։ Մինչ այդ Կարկուտ Արմավիրում բնական աղետից առավելապես տուժել են Հայկաշենի եւ Գայի համայնքները։ Խնդիրը նույնն է։ Հակակարգտային կայանների բացակայությունը մեծացնում է ռիսկայնությունը եւ հողագործին կանգնեցնում երկընտրանքի առաջ։ Նախորդ գիշերը տեղացած Կարկուտը խուճապի էր մատնել Գայի համայնքի բնակիչներին։ Կեսգիշերին շտապել էին մշակադաշտեր որևէ բան փրկված տեսնելու հույսով։ Ձմերուկը եւ պղպեղի սատիզները ժամեր առաջ էին պահտվել հողին, երբ սառցե գնդիկները դրանք ոչնչացրեցին 5-ից 7 րոպեների ընթացքում։ Այս տերևները թափած, նա ցույց տուրել է ինչ մնաց։ Չկա հեսա, նայ։ Ցույց տուր ինչ մնաց։ Կարկուտը որ խփել է, այդքան վնասա տվին ձի։ Սացիլ չկա հիմա, ջրերը գյոլ, սառույցը դրել է, ինչ անեմ ես։ Այսքան վարկ եմ վերցել, վարկով ես ապահովված եմ, ես այս հույս ունեի, որ սրանով ծախսանեմ, այդ ծախսերս այդ սրանով այս բույսով ես փագեմ։ Ոչ բույս կա, ոչ կարամ վարկ փագեմ։ Գայացիների պատկանող այս հողերը Հայկաշենի վարչական տարածքում են, չնայած որ տարածաշրջանի ամենաբերի հողերն են, այդուհանդերձ 20 տարի չեն մշակվել ռոռոկման ջրի բացակայության պատճառով։ Անցած տարի սակայն խնդիրը լուծվեց։ Հազարամյակի մարտահրավերներ ծրագրով համայնքը դիզվառելիքով աշխատող շարժական պոմպակայան ստացավ, ինչից ոգևորված գյուղացիները գործի անցան ու կենթանություն տվեցին ամայացած դաշտերին։ Ռուբեն Չոլոյանն օրինակ բանջարբոստանային մշակաբույսերի արտադրության համար 3 միլիոն դրամ է նախատեսել, որից 1 միլիոնն արդեն ներդրել է։ Պատուհասած Կարկուտը սակայն իջիկ դարձրեց կրկնակի շահույթ ստանալու ակնկալիքները։ Այսօրվա իմ հաշվարկը 1 միլիոն կազմել է։ Բացի հետ էլ ձմերուկ եմ դրելի բանվորով, էլի վարկով, ամեն ինչով, էդ էլ է վնասվել։ Ոչ մի բան չունեմ էլ կամոտ այս հողերից։ Գյուղարտադրությամբ լուրջ զբաղվելու ռիսկը Ամիր Ամոյանը թեև մեծ է համարում, բայց արդարացված։ Եթե նման իրավիճակներում պետական աջակցություն ունենան, կորուստներն այնքան էլ սարսափելի չեն լինի։ Կաղամբի առաջին բերքից հողագործի մեջ շահույթ էր ակնկալում, որը պատրաստվում էր ներդնել մեկ այլ մշակաբույսի արտադրության մեջ, բայց չհասցրեց, եւ այդուհանդերձ հողագործը չի պատրաստվում հանձնվել, շարունակելու է ներդրումները վնասվածը վերականգնելու համար։ 3 օր հետո պետք է կաղամբը քաղեի, այսօր այդ կաղամբը լրիվ վնասված է։ Պատրաստվում եմ վերականգնել, գամ նստեմ առավոտը արևին այդ քոքերին
սիրուն փայփայեմ, մշակեմ։ Ես գյուղացի մարդ եմ, կփայփայեմ, կմշակեմ։ Հիմա մենք սպասում ենք հանրապետության աջակցություն։ Կարկուտի հարվածներից անմասին չեն մնացել նաև դեռևս արկղերի չտեղափոխված սացիլները։ Սարսե հանկարծահաս գնդիկների տարածքն անակնկալի էր բերել հողագործներին։ Գայում, Հայկաշենում եւ դրկից մյուս համայնքներում հակակարկտականների բացակայությունը գյուղացիների համար լուրջ խնդիր է դառնում։ Եթե վերջին անգամ կարկտաբեր ամպերն այստեղ նկատվել են 90-ականներին, ապա այս գարնանն արդեն երկրորդ անգամ են երևում։ Հայկուշ Ասլանյան, Գևորգ Անտոնյան, Առաջին լրատվական։ Իսկապես սա այն խնդիրն է, որ հատուկ ուշադրություն է պահանջում, այնպես որ կարկուտի պատճառած վնասներին եւ գյուղատնտեսության մյուս թեմաներին ավելի հանգամանորեն կանդրադառնանք մեր կիրակնօրյա թողարկմանը։ Ինչ կա այսօր միջազգային լրահոսում։ Եվրատեսիլի նախորդային միջազգային կազմակերպությունները քննադատության տարապ են տեղացել Ադրբեջանի ուղղությամբ, մատնանշելով մարդու իրավունքների եւ խոսքի ազատության կոպիտ խախտումները եւ սահմանափակումները։ Ուշագրավ զուգադիպությամբ հենց այս օրերին սրվել են Ադրբեջանի հարաբերությունները հարևան Վրաստանի հետ։ Քրիստոնեական վանական համալիրի շուրջ տարածքային վեճը ԽՍՀՄ-ից է երկու երկրներին ժառանգություն մնացել։ Սա 6-րդ տարում վրաց ժողովրդի սրբերից մեկի Սուրբ Դավիթ Գարեջայի կառուցած վանական համալիրն է։ Ժայռափոր այս համալիրը վրաց ուղղափառների կարևորագույն սրբավայրերից եւ ամենասիրելի ուխտավայրերից մեկն է։ Ժամանակին ինչպես նման շատ դեպքերում խորհրդային իշխանությունը սրբավայրի մի մասը նվիրել է Ադրբեջանին։ Այսօր էլ Բաքուն օգտվում է այդ առիթից եւ պատմական փաստերը խեղաթյուրելու ավանդույթը շարունակելով պնդում է, որ հուշարձանն իբր աղվանական ճարտարապետության կոթող է եւ պատկանում է Ադրբեջանին։ Երեկվանից Վրաստանի եւ Ադրբեջանի իշխանություններն ուժեղացրել են սահմանային հսկողությունը։ Չսպասելով սահմանի հստակեցման երկկողմ միջպետական հանձնաժողովի որոշմանը, Ադրբեջանը խստացված սահմանային պահպանություն է սկսել վանական համալիրի այն հատվածում, որը գտնվում է իր տարածքում։ Մինչև հիմա Գարեջա համալիրի ադրբեջանական հատված անցնելու համար վրացի ուխտավորների համար որևէ խոչընդոտ չէր հարուցվում, սակայն այսօր նրանք չեն կարողացել անցնել սահմանը։ Հարևան պետությունը Վրաստանին զգուշացրել է, որ սահմանապահները կկանխեն սահմանից հանգացած խախտում։ Վանական համալիրի վրացի պահապանները պահանջում են խնդիրը լուծել մինչև մայիսի 31-ը, երբ նշվում է Սուրբ Դավիթ Գարեջայի հիշատակի օրը։ Խնդրի կարգավորման կապակցությամբ հեռախոսազրույց են ունեցել նաև Ադրբեջանի եւ Վրաստանի արտգործնախարարները։ Էլմար Մամեդյարովը եւ Գրիգոր Վաշաձեն որոշել են հարցը քննարկել Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում նախատեսված առանձնազրույցի ընթացքում։ Դեռևս 5 տարի առաջ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին առաջարկել է փոխանակել վանական համալիրը ռազմավարական բարձունքի հետ, սակայն դա չի ընդունվել։ Տարածքի փոխանակման տարբերակը Ադրբեջանը կտրականապես մերժում է եւ շարունակում սրել իրավիճակը։ Մենք դեմ ենք, որ Եվրատեսիլը կազմակերպվում է այնպիսի երկրում, որտեղ իշխում է դիկտատուրան, որտեղ ինչպես ընդունել են նաև եվրոպական եւ ազատ աշխարհի բոլոր պաշտոնական հաստատությունները, կան մի քանի տասնյակ խղճի կալանավորներ։ Մենք շարունակելու ենք հացադուլը մինչև այդ երիտասարդները, որոնք ընդհանրապես պայքարում են հանուն ժողովրդավարության, ազատ արձակվեն։ Եգանա Ամիր Ասլանովան Ադրբեջանի այն ազատատենչ եւ առաջադեմ մարդկանցից է, ովքեր չեն վախենում բռնապետական վարչակարգի երեսին ասել դրա իսկական էությունը։ Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունն իր հերթին Ադրբեջանի իշխանությունից պահանջել է անհապաղ ազատ արձակել բանտում պահվող բոլոր քաղբանտարկյալներին։ Վերջին օրերին երկու ակտիվիստ ազատ էր արձակվել, սակայն 2011 թվականի ապրիլին ձերբակալված առնվազն 10 մարդ շարունակում է մնալ բանտում։ Human Rights Watch-ը ադրբեջանական իշխանությանը նաև կոչ է արել մայիսի 22-ից 26-ը կայանալիք Եվրատեսիլ 2012 մրցույթից առաջ բոլորի համար ապահովել խոսքի եւ հավաքների ազատություն։ Բաքուն առաջին հերթին պետք է այդ ամենը երաշխավորի ցուցարարների համար, որոնք խաղաղ ակցիաներ են ծրագրում, ինչպես նաև հազարավոր տեղացի եւ մրցույթը լուսաբանող արտասահմանցի լրագրողների համար։ Իսկ տեղացի լրագրողները, ինչպես նաև վերջին ցույցերի ժամանակ ձերբակալված ակտիվիստներին ազատ արձակելու պահանջով ընդդիմության 12 անդամ հացադուլ է հայտարարել։ Դավիթ Մուրադյան, Առաջին լրատվական։ Մոսկվան անթույլատրելի է համարում Անկարայում հակառուսական միջոցառումների անցկացումը, որի մասնակիցներն ուղղակիորեն սպառնացել են Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը եւ նրա քաղաքացիների անվտանգությանը։ Այդ մասին ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։
Ստամբուլում Կովկասի վերաբերյալ անցկացված միջազգային գիտաժողովի առնչությամբ Լուկաշևիչն ասել է, որ նման հանդիպումները եւ միջոցառումները ստվերում են երկու երկրների միջև գործընկերային մթնոլորտը։ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ստամբուլում մայիսի 12-ից 13-ին հակառուսական բովանդակությամբ միջոցառումների ընթացքում կատարված հայտարարություններից հատկապես տարակուսանք է հարուցում կոնֆերանսի ընդունած այսպես կոչված հռչակագիրը, որը ողջունում է Կովկասյան լեռներում Դոկու Ումարովի գլխավորության բոլոր մոջահեդներին, հավելել է Լուկաշևիչը։ Թուրքիան շանտաժի է ենթարկում նաև միջազգային կազմակերպություններին։ Անկարան հայտարարել է, թե իր տարածքի էներգետիկ ծրագրերում կբացառի այն ընկերությունների մասնակցությունը, որոնք կհամաձայնեն Կիպրոսի Հանրապետության տարածքում էներգակիր արդյունահանել։ Թուրքիան պնդել է, թե էներգակիրների հետազոտության հավանությունը տվել է Կիպրոսի թուրքական չճանաչված հանրապետությունը, ուստի Կիպրոսի հունական հատվածում դրանց արդյունահանումն անթույլատրելի է։ Թուրքիայի արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ ասված է, որ Անկարայի հորդորը խախտած ընկերությունները պատասխանատվություն կկրեն տարածաշրջանի անկայունության համար։ Խնդրահարույց էներգակիրը Կիպրոսի տարածքում հայտնաբերված ածխաջրածնի հսկայական պաշարն է։ Մոտ 230 միլիարդ խորանարդ մետր գնահատվող հանքավայրի շահագործման մրցույթին մասնակցել է 15 երկրների 30 ընկերություն։ Ֆրանսիայում հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ուղղված չէ միայն թուրքերին, այլև այդ փաստը բոլոր ժխտողներին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լորան Բիլին։ Նախագահ Օլանդը կներկայացնի այս առնչությամբ մի նոր օրինագիծ, որը լիովին կհամապատասխանի մեր սահմանադրությանը, շեշտել է Բիլին։ Հիշեցնեմ, մինչև Ֆրանսիայի նախագահ ընտրվելը Օլանդը հայտարարել էր, որ պատրաստվում է ներկայացնել հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ։ Թուրքիայում չեն դադարում խոսակցությունները այս կամ այն աշխարհահռչակ ռեժիսորի հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմ նկարանելու մասին։ Հերթական անգամ տեղեկություններ են տարածվել նշանավոր կինոռեժիսոր Ստիվեն Սպիլբերգի շուրջ։ Թուրքական մամուլում հերթական իրարանցման համաձայն Սպիլբերգը պատրաստում է ֆիլմ նկարանել հայկական հարցի մասին։ Թուրքական կողմը պնդում է, որ ռեժիսորը նախատեսում է ֆիլմը ներկայացնել 2015 թվականին հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Նշվում է, որ լուրջ խոսակցությունների ու քննարկումների առիթ տված ֆիլմում խաղալու են շատ հայտնի դերասաններ։ Եվ կրկին հայաստանյան նորությունների մասին նախագահ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի պետական գործիչ գիտնական Ստեփան Պողոսյանի մահվան կապակցությամբ։ Պողոսյանների ընտանիքին ուղղված նախագահի ցավակցական հեռագրում ասված է. մեջբերում եմ. Խոր ցավով տեղեկացա անվանի պետական գործիչ մեծ հայրենասեր Ստեփան Պողոսյանի մահվան մասին։ Հսկայական է Ստեփան Պողոսյանի ջանքն ու ներդրումը հայկական հեռուստատեսության զարգացման եւ ազգային ուղղվածության հաստատման գործում։ Անուրանալի է նրա որպես պատմաբանի ներդրումը հայոց ցեղասպանության եւ հայ ազգային ազատագրական պայքարի ուսումնասիրության բնագավառներում։ Վաստակաշատ մտավորականի կորուստը բոլորիս կորուստն է։ Խորին ցավակցություն եմ հայտնում Ստեփան Պողոսյանի հարազատներին եւ մերձավորներին, սկզբունքային քաղաքացու եւ գիտնականի մահվան կապակցությամբ, ասված է նախագահի հեռագրում։ Վարչապետ Սարգսյանի որոշմամբ Ստեփան Պողոսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Հայտնի մտավորական նշանավոր պետական գործիչ ու գիտնական Ստեփան Պողոսյանի անունը վերջին 50-55 տարիներին անբաժան է եղել հանրապետության հասարակական, քաղաքական, մշակութային կյանքից։ Անվանի գործչի ծառայությունները հայրենիքին բարձր են գնահատվել պետության կողմից։ 2001 թվականին Հայաստանի նախագահի հրամանագրերով նա պարգևատրվել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի եւ Մովսես Խորենացու մեդալներով, ինչպես նաեւ արժանացել է բազմաթիվ այլ պարգևների եւ մրցանակների։ Հեռուստատեսության ու ռադիոյի բնագավառում Ստեփան Պողոսյանի ունեցած հարուստ փորձն ու ծառայությունները մեծապես օգտակար են եղել հանրային հեռուստառադիո ընկերության խորհրդում, որի կազմում նա եղել է վերջին 10 տարիներին։ Ստեփան Պողոսյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա վաղը ժամը 17-ին Երևանի Սայաթ-Նովա 29 բնակարան 11 հասցեում, վերջին հրաժեշտը մայիսի 20-ին ժամը 12-ից 14-ին կամերային երաժշտության տանը։ Մայիսի 3-րդ կիրակին ամբողջ աշխարհում միավ ձիայից մահացածների հիշատակի օր է համարվում։ Հայաստանում առաջին անգամ մարդու իմունային անբավարարվածության վարակի դեպքը գրանցվել է 1988 թվականին։ Այսօր հիվանդների թիվը անցնում է 150-ից։ Վերջին տարիներին տարածաշրջանում նկատվում է վարակակիրների թվի աճ, իսկ ավելի զարգացած երկրներում այդ թիվը գնալով նվազում է։ Կասկածի դեպքում եւ ստուգման համար բոլոր ցանկացողները կարող են դիմել թեժ գծին 61 08 20 հեռախոսահամարով։ Միավնուցիա անբուժելի են, բայց վիճակի բարելավման համար իրականացող ամբուլատոր բուժումը անվճար է եւ օգնում է համեմատաբար ավելի կայուն պահել առողջական վիճակը։ Միավի նկատմամբ հետազոտությունը շատ կարևոր է, ասեմ,
վաղ ժամանակաշրջանում ախտորոշել միավարակը, որը նպաստում է դա ավելի կառավարելի դարձնել հիվանդությունը եւ ժամանակին բուժումը սկսել։ Այսօր վաղ առավոտից Բիլայնի հաճախորդները զրկված էին օպերատորի ծառայություններից օգտվելու հնարավորությունից, ընկերությունից տեղեկացնում էին, որ տեղի ունեցել վթար, ինչը ժամեր առաջ վերացվել է եւ այժմ բաժանորդների մի մասի կապը վերականգնվել է։ Սակայն այդ ընթացքում ի հայտ են եկել լրացուցիչ խնդիրներ, որոնց լուծումը կպահանջի որոշակի ժամանակ։ Ընկերությունը շարունակում է կապի վերականգնման աշխատանքները, Արմենտելը պատճառած անհարմարությունների համար նախատեսում է հատուցում տրամադրել իր բաժանորդներին։ Այսօր թանգարանների միջազգային օրն է, տոնը նշում է 35-րդ անգամ։ Վերջին տարիներին Հայաստանը միացել է աշխարհի այն երկրներին, որոնք կազմակերպում են թանգարանային գիշերներ։ Այս տարի թանգարանների միջազգային օրը կրում է թանգարանները փոփոխվող աշխարհում խորագիրը, իսկ հաշվի առնելով, որ Հայաստանը գրքի համաշխարհային մայրաքաղաք է առճակվել, մեզ մոտ այն անցկացում է գիրքը փոփոխվող աշխարհում խորագրի ներքո։ Շաբաթ օրը մինչև կեսգիշեր այցելուների առջև իրենց դռներն անվճար բաց կպահեն Հայաստանի 63 թանգարաններ։ Առիթը տոնական է, այսօր թանգարանների միջազգային օրն է, որ արդեն 35 տարի նշվում է։ Արդեն 8-րդ տարին անընդմեջ մեր երկիրը միացել է Ֆրանսիային ու աշխարհի շատ երկրների պես անցկացնում է նաև թանգարանային գիշեր։ Բոլորի հրավիրում եմ, օգտվելով առիթը շնորհավորում եմ այսօր մեզ բոլորիս թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ։ Աշխատանքի բերումով ամեն օր գեղեցիկի հետ շփվողների համար այսպիսի օրերը ոչ միայն առիթ են, որ իրենց հարուստ ֆոնդերից հանեն, պեղեն հրաշալի ցուցանմուշներն ու այցելուներին հիացնեն, այլ նաև որ ստեղծագործեն ու աներևակայելորեն միաձուլեն արվեստի ճյուղերը։ Հայաստանյան թանգարաններն այցելուների համար հատուկ այս տոնական առիթներին հետաքրքիր միջոցառումներ են պատրաստել։ Արամ Խաչատրյանի տուն թանգարանում օրինակ բոլոր միջոցառումները, տեսաֆիլմերի ցուցադրություն, համերգային կատարումներ, վարպետության դասեր եւ այլն Գայանե բալետի ստեղծման 70-ամյակի թեմայով են։ Հակոբ Կոջյանի անվան գեղարվեստի կրթահամալիրի սաները կներկայացնեն իրենց գեղանկարչական աշխատանքները, որոնք նույնպես Գայանե բալետի թեմաներով են, այնուհետև 18:30-ից կսկսվի բարի ուսուցում, բարային հատվածներ Գայանե բալետից եւ այդ ուսուցումը կիրականացնեն պրոֆեսիոնալներ։ Հետաքրքիր միջոցառում է սպասվում թանգարանների յուրաքանչյուրում, որովհետև տոն է, որովհետև այդ օրն այցելուների թիվը բազմապատկվում է։ Մյուս օրերին մարդիկ աշխատանքային ժամերի պատճառով չեն կարողանում թանգարաններ այցելել։ Շատ բազմաբնույթ, շատ հետաքրքիր ծրագրեր կան, բոլոր ամեն թանգարանները մի տեսակ մրցակցության նման է, ամեն թանգարան յուրովի ցանկանում է ներկայացնել։ Գալիս են ընտանիքներով, երեխաների հետ միասին, դա շատ ողջունելի է։ ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից թանգարանների միջազգային խորհրդի ազգային ներկայացուցչի գնահատմամբ այսօր Հայաստանում թանգարանային գործի բարձրակարգ մասնագետներ են պատրաստվում մանկավարժական համալսարանում։ Որտեղ մեր երիտասարդները գնացել են, հավատացնում եմ ձեզ, այդ թանգարաններում հեղափոխություն են արել։ Եվ այդ թանգարանները այսօր շատ հետաքրքիր ծրագրեր են առաջարկում իրենց այցելուներին։ Թանգարանային գործում պահպանողականությունը պարտադիր է, բայց ժամանակները փոխվել են եւ այստեղ առանց նոր մտքերի հետաքրքիր չի լինի։ Թանգարանը արդեն չի կարող լինել պարզապես թանգարանային, այսպես թանկ արժեքների կամ պահես կոպիտ ասած կամ անգամ տաճար։ Այսօր մարդը պիտի մտնի թանգարան, ամբողջ աշխարհում մարդը որ մտնում է թանգարան, գիտի որ թանգարանը կամ կրթական տարածքական եւ կրթական տարածք է, եւ ժամանցի վայր է, եւ ինչ որ հետաքրքիր անակնկալների մի տեղ է։ Գաֆէսյան արվեստի կենտրոնն առաջին անգամ մեր երկրում բացահայտել է հայաստանաբնակ կոլեկցիոներներին։ Հատուկ այս տոնի առիթով կենտրոնում բացվեց նրանցից 3-ի հավաքածուների սրահը, որը կենտրոնի մյուս բաժինների հետ անվճար ցուցադրությամբ կմիանա թանգարանային գիշերվան։ Իմ տնից որ դուրս եկավ, ես տոնս չպարտվեց, հարստացա, որտեղ արվեստը սկսեց ճամփորդել։ Այդ նախագիծը մեր երեքից ժողովրդի համար է, ձեզ համար է, ձեր աչքերի համար է։ Մարդկա որ կյանքում չի տեսա այդ գործերը, թող գան նայեն։ Անակնկալ էր փայլուն էքսպոզիցիա։ Կան մարդիկ, որոնք չեն ցանկանում բացահայտել իրենց հավաքածուն ինչ-ինչ պատճառներով, բայց մենք ջանք եղանք չենք խնայի, որ այդ հավաքածուները նույնպես թեկուզ մի քանի ամսով հանրային արժեք, հանրության սեփականությունը դարձնենք։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեկ գիշերում թանգարանների նկատմամբ եւ միջոցառման հանդեպ հետաքրքրությունն աճում է։ Անցած տարվա միայն այդ մեկ օրը հայաստանյան թանգարաններ է այցելել 100,000 մարդ, կրկնակի ավելի, քան դրանից 1 տարի առաջ։ Սակայն երկարացնել թանգարանների աշխատանքի ժամերն ընդհանրապես փորձել են, բայց սովորական օրերին, անգամ զբոսաշրջության սեզոնին, այցելությունների թիվը մնացել է միջին վիճակագրականի սահմանում։ Ամեն դեպքում տարվա ընթացքում յուրաքանչյուր ամսվա երկրորդ ուրբաթն աշակերտների համար թանգարանների մուտքն անվճար է, իսկ վերջին շաբաթ օրը մյուսների համար է անվճար։ Արմինե Ուդումյան, Արմեն Անդրեասյան, Կարեն Գրիգորյան, Առաջին լրատվական։ Դուք դիտում եք առաջինի գլխավոր թողարկումը, ես ձեզ հրաժեշտ չեմ տալիս, քիչ ավելի ուշ մենք կհանդիպենք հարցազրույցի տաղավարում։